Ողջունում եմ «Տուն-տեղ» հեռուստանախագծի մեր բոլոր հեռուստադիտողներին։ Հիշեցնեմ, որ «Տուն-տեղ» հեռուստանախագիծը հայկական եթերի ամենաոճային հեռուստանախագիծն է։ Իսկ ես ինչպես միշտ փորձում եմ լինել ոճային ոչ միայն եթերում, այլ նաև եթերից դուրս։ Իսկ մենք շարունակում ենք ներկայացնել ամենատրենդային, ոճայինը եւ դիզայներականը, որպեսզի դուք էլ ձեր բնակարանները, գրասենյակները եւ բոլոր այն տարածքները, որոնք վերանորոգում եք, դարձնեք ամենալավը ու կատարյալը։ Դե ինչ, բարի եթեր մեզ։ Ողջունում եմ մեր բոլոր հեռուստադիտողներին, ովքեր միացան «Տուն-տեղ» հեռուստանախագծին։ Իսկ մենք տեղափոխվում ենք մեր այս եթերաշրջանի գլխավոր հովանավոր United Technical Service ընկերության Grohe մասնագիտացված կենտրոնի տաղավար, որտեղ էլ հյուրընկալել ենք Corner Interior Design Studio-ի հիմնադիր Վահագն Այվազյանին։ Ողջույն Վահագ։ Ողջույն Կարեն ջան, շատ ուրախ եմ գտնվելու ձեր հաղորդմանը։ Վահագ, այսօր առաջարկում եմ խոսել ձեր համագործակցության մասին United Technical Service ընկերության, բայց միջ այդ ուզում եմ խոսել ձեր մասնագիտական փորձի մասին։ Այ հետաքրքիր է, ինչ առավելություններ ունեն դիզայներների հետ համագործակցությունը բնակարանի կամ առանձնատան վերանորոգման եւ կառավարման հարցում հենց դիզայների մասնակցությունը։ Եթե համարենք, որ շատերը մտածում են, որ հենց իրենք ինքնուրույն կարող են այդ բոլոր հարցերը լուծել։ Կարեն ջան, սենց բացատրեմ, իմ կարծիքով դա ոչ թե առանձնահատկություն է, այլ պարտադիր է, քանի որ մտածում եմ, թեկուզ եթե պատվիրատուն ամբողջովին պատկերացնում է, թե ինչ է ուզում, դրան հասնելու համար կա նրբություններ, որոնց ընթացքում պետք է մասնագետ, որ կարողանա գրագետ, ճիշտ ու սուղ ժամկետներում հասցնի պրոյեկտը ավարտի։ Այսինքն, թեկուզ պատվիրատուն այդ ամեն ինչը պատկերացնում է, բայց եթե չի օգտագործում մասնագետի ոնց որ խորհուրդները, ինքը կարա թե ներվերի եւ թե ֆինանսական նյարդերի եւ ֆինանսական մեծ ռեսուրսի հաշվին հասնի արդյունքին կամ թեկուզ չհասնի։ Ու այդ կարծիքը ինձ թվում է կկիսեն այն պատվիրատունները, ով մի անգամ ունեցել են փորձ առանց ինչ-որ մասնագետի դրան հասնելու։ Ու համոզված եմ, այդ մարդիկ երկրորդ անգամ չեն գնա դրան։ Դա Վահագն, ինչ է կարծում, որ համոզմունքն է, որ ստիպում է հաճախորդին չդիմել մասնագետի։ Միգուցե մտածում են, որ ձեր ծառայությունները թանկ արժեն, ինչն է պատճառը, որ այսպես վերապահումով են վերաբերվում դիզայներներին եւ ճարտարապետներին։ Իրականում սենց եմ կարող բացատրեմ։ Նախկինում կար այդ կարծրատիպը, որ եթե ես ուզում եմ ապրեմ ինչ-որ բնակարանում, ինչի պետք է ուրիշը իմ փոխարեն որոշի, թե որը որտեղ լինի, ինչը որտեղ լինի ու ինչ գույներով լինի։ Սակայն հիմա այն տարբերակն է առաջացել, որ մարդիկ հասկանում են, որ առանց մասնագետի զուտ չեն կարողանում իրանց պատկերացրածը ճիշտ ռեալիզացնել։ Այդ իսկ պատճառով այսօր սկսել են համ լսել դիզայներ ճարտարապետներին եւ օգտվել այդ խորհուրդներից։ Վահագն, վերջերս գիտեմ, որ այցելություններ եք ունեցել Իտալիա, Atlas Copco-ի գործարան եւ Գերմանիա, հա, Grohe ընկերության գործարան, հանձինը sense UTS, United Technical Service ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանի ուղեկցությամբ, խնդրում եմ պատմել ձեր տպավորությունների մասին եւ առասարակ ինչ են տվել այս այցելությունները ձեր մասնագիտական աճի համար։ Ուրեմն առաջին օգտվելով առիթից ես էլ եմ շնորհակալություն հայտնում UTS ընկերությանը, որ այդ առիթը ընձեռնեց մեզ գնալ ու ծանոթանալ այն նյութերին, որոնցով մենք աշխատում ենք, ավելի մոտիկից, դրանց արտադրման process-ի հետ, ու սենց բացատրեմ, ինձ թվում է յուրաքանչյուր մասնագետ պետք է ոչ թե թեկուզ մի անգամ, այլ պարբերաբար շփվի այդ նյութերի ու այդ ապրանքանիշերի հետ, որոնցով աշխատում է, որպեսզի դրանց արտադրման process-ը պատկերացնելով ավելի ճիշտ օգտագործի թե այդ նյութերը, թե իմանա այդ նյութերի հնարավորությունները, որպեսզի ավելի արդյունավետ նախագծեր ու վերջաբան տա իր պրոյեկտներին։ Իրականում մի հատ կարևոր փաստ կա, որ ցանկացած մասնագետ, եթե կարողանում է իր խոսքը
հստակ արտահայտի, դա բերում է ինչ-որ վստահության։ Իսկ այս պարագայում, եթե դու ունես ինչ-որ, ոնց որ ասած, արդեն նախաբան, թե ինչի մասին ես խոսում ու հստակ տեսել ես այդ արտադրական process-ը, այդ մանրամասն ոնց որ ստուգումները, որ ինքը անցել է, դու կարողանում ես ավելի վստահ, ոնց որ վստահ բառերով ներկայացնել ու իրականում մարդուն իրոք դա բան է, գոհացնում է։ Հաշալի է։ Վագ, արդյոք ձեր նախագծերում հաշվի առնում եք տեղական մշակութային առանձնահատկությունները հենց միջազգային բրենդների հետ աշխատելիս։ Սենց կարող եմ բացատրեմ, եթե նույն թեման շարունակեմ, օրինակի համար վերցնենք մեր ժողովրդի սովորությունները։ Մերոնք, քանի որ միշտ ունեցել ենք առատ ջուր, ոնց որ մեր պուլպուլակներն է միշտ հոսում, ցայտաղբյուրները, այո, ոնց որ իմ կարծիքն է դա։ Մենք անխնա օգտագործել ենք այդ ռեսուրսը։ Հիմա այսօր օրինակ գրոհի ապրանքանիշը ունի խառնիչներ, որոնք որ հնարավորություն են տալիս ջրի ավելի քիչ հոսքով ստանալ նույն էֆեկտը։ Այսինքն, թեկուզ ասենք ծորակը բացվում է աջ եւ ձախ ու մեջտեղի հատվածով, որտեղ խառնում է երկու տաք եւ զար ջրերը, այս դեպքում ծորակը դեպի աջ եւ այսինքն դեպի սառը կողմ չի բացվում։ Դու բացում ես ծորակը, ստանում ես սառը ջուր, եթե քեզ պետքա տաքացնել, նոր ձախ ես թեքում իրան։ Կարող է բնակարանների մեջ դա ամսվա կտրվածքով շատ մեծ խնայողության միջոց չլինի, բայց եթե մենք նկատի առնենք հյուրանոց, այսինքն հասարակական ինչ-որ տեղ, որտեղ որ անընդհատ այդ ծորակը օգտագործվում է, թեկուզ ամսվա կտրվածքով մենք արդեն ունենալու ենք շատ մեծ ու լուրջ ոնց որ ֆինանսական տարբերություն, թե ռեսուրսի պահպանման տարբերություն ու նույն ձևի ունենք ուրիշ ձևի ինչ-որ օրինակ սենսորային ծորակները Սենսորային միջուկներ, որը ավելացնում է նաև օդը ջրի հետ, դու ստանում ես էլի նույն ճնշումը, բայց քիչ ջուր ես օգտագործում։ Այսինքն հարցին վերադառնալով ուզում եմ ասեմ անգիտակցաբար մեր ժողովրդին, հայ սպառողին կարողանում ենք ներկայացնենք մի հատ ապրանքանիշ, որը որ այդ մարդը առանց գիտակցելու օգտագործում ավելի քիչ ու մասնագիծ է դառնում ռեսուրսի խնայմանը։ Սենց կարող եմ բացատրեմ այս հարցը։ Հրաշալի է։ Վագ, նկատել եք արդյոք նախասիրությունների փոփոխություն ձեր հաճախորդների շրջանակում վերջի տարիներին, եւ եթե այո, արդյոք United Technical Service-ը կարողանում է ապահովել, հա, այսպես համապատասխանել այդ փոփոխություններին։ Ուրեմն ես համարում եմ, որ հայ պատվիրատուն աշխարհի ամենաբարդ ու պահանջկոտ պատվիրատուների շարքին է դասվում, որտեղ մարդիկ պահանջում են մեզանից ունենան իդեալական վերանորոգում, իդեալական նախագիծ ու դրա պատճառով քեզ պետքա ունենաս ոնց որ շատ լավ նախաբան, որը լինում է նյութը, ճիշտ նախագծումը ու գրագետ միտքը։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ այս ամբողջը, ինչը որ մեր շուկայում կա որպես դրսից արտադրված բարձրագույն որակի ապրանքանիշ, իդեմս գրոհեի, թեկուզ նույն Atlas Concorde-ը, որի մասին խոսացինք, ինձ թվում է դա բերում է նրան, որ դու կարողանաս դրան հասնես, որտեվ համարում եմ դու կարաս լինես լավ մասնագետ, ստանաս լավ բան, բայց քեզ պետքա նաև լրացուցիչ միջոցներ, որոնք ապահովում են այդ ապրանքանիշերը, որ դու ստանաս հաճախորդի պահանջը։ Հրաշալի է։ Եվ որպես եզրափակիչ հարց, ինչ կարծիք կհայտնեք United Technical Service ընկերության անձնակազմի մասին, ինչպիսին է ձեր համագործակցությունը նրանց հետ եւ ինչպես կգնահատեք։ Կարծում եմ յուրաքանչյուր բիզնեսի ամենակարևոր առաջընթացի գրավականը դա ճիշտ անձնակազմ ու բարեհամբույր միջավայր ստեղծելն է։ Ես անձամբ շփվելով վաճառասրահի աշխատակիցների հետ կարող եմ ասել, որ իրանք ունեն բավականին բարձր ինֆորմացիա, գիտելիք, ստեղծում են այնց միջավայր, որտեղ որ ես կարողանում եմ իմ հաճախորդի հետ մտնել ու ստանամ ոչ թե ինչ-որ լարված, ինչ-որ վերջաբան, այլ ամեն իմ հարցին, թեկուզ իմ կամ հաճախորդիս հարցին ստանում է լիարժեք պատասխան ու կարծում եմ դա ամենակարևոր բանն է այսօր, եթե ուզում ես հասնես ինչ-որ ճիշտ լուծմանը։ Շնորհակալ եմ Վահագ հյուրընկալելու համար,
Մենք կհանդիպենք մեր նախագծերից մեկում եւ կզրուցենք ձեր ընթացիկ նախագծերից, որոնք կարծում եմ շատ են այս բանը։ Ես էլ եմ շատ շնորհակալ Ապլեկ հրավերի համար։ Ձեզ լավ եթեր։ Շնորհակալ եմ։ Դուք միացել եք հայկական եթերի ամենադիզայներական հեռուստանախագծին, իսկ մենք տեղափոխվում ենք մեր այս եթերաշրջանի գլխավոր գործընկեր Classis Decker ընկերության ցուցասրահ, որտեղ էլ զրույցը շարունակելու եմ պրոյեկտ մենեջեր Լիպսիմեի հետ։ Ողջույն Լիպսիմե։ Ողջույն Կարեն ջան։ Լիպսիմե, շարունակենք մեր հետաքրքիր զրույցները եւ այսօր առաջարկելու եմ խոսել B2B հարաբերություններից, ձեր նախագծերից բազմաթիվ, որոնք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արդեն իսկ Հայաստանից դուրս։ Բիզնեսը բիզնեսի համար շրջանակներում կարող ենք ասել, որ իրականացրել ենք տարիներ շարունակ շատ պրոյեկտներ, մասնակցել եւ ինչու՞ չէ, հաղթել ենք տենդերներ, ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլ Հայաստանի սահմաններից դուրս արտերկրում, իրականացրել ենք պրոյեկտներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Դուբայում, որոնք եղել են ռեստորանա հյուրանոցային համալիրներ, սրճարաններ, հանրային այլ վայրեր։ Այո, Հայաստանում պրոյեկտներից կարող եմ նշել Ծաղկաձորի Մարիոթը, որը որ տենդերի միջոցով մեր ֆիրման շահեց եւ մասնակցեցինք եւ իրականացրեցինք լավագույն, այո։ Կարող եմ ասել, որ ոչ միայն գործվածքների մեջ կտորների, որոնք նախատեսված են վարակույրների, ծածկոցների, բարձերի, հյուրանոցների համար, ռաներների եւ հատուկ մութականների համար, այլ նաեւ ունենք պաստառներ, որոնք հենց կոնտրակտ են, ինչպես Muraspect-ը, ունեն բոլոր չափորոշիչները, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, թե վարակույրները, թե պաստառները ջրակայուն են, կրակադիմացկուն են, արևապաշտպան են, որոնք շատ կարեւոր են նման ծրագրեր իրականացնելիս։ Հրաշալի է, եւ կարծում եմ նաեւ շատ հեշտ են խնամքի, հա, պարագայում։ Դե լվացվող, քանի որ իրանք ջրադիմացկուն կրակա նաեւ լաքակայուն են, բնականաբար նաեւ խնամքի տեսանկյունից, եթե աղտոտվում են, ապա հեշտ է վերականգնվել։ Շատ լավ, անպայման ուզում ենք նշենք, որ այն ինչ օգտագործվում է կորպորատիվ պատվերների դեպքում հոռեկա ոլորտի համար, սրանք ավելի քան կարելի է կիրառել նաև տանը, թյուր կարծիք չլինի, որ այն ինչ կիրառվում է նմանատիպ վայրերում, տանը չեն կիրառում, այլ ճիշտ հակառակը։ Եթե այն ծառայում է այդքան շատ այցելուներ ունեցող վայրերում, ապա տանը կծառայի եւ կծառայի։ Պատկերացրեք, հաճախորդներ ունեցել ենք, որ ավելի առավելությունը տալիս են ոչ թե տեսքին եւ արտաքին, ասենք նախշերին, այլ տալիս են, որ հեշտ խնամվի, հեշտ պահվի, լվացվող լինի, այսինքն ունեն կտորներ հենց տան համար նախատեսված, բնակարանների համար նախատեսված, որոնք ջրակայուն են, արևապաշտպան են, որ գիտեն, եթե կանգնեն մաքրման համար, ապա շատ հեշտ կխնամվի, կմաքրվի լակաները։ Մենք այստեղ տեսնում ենք տարբեր մակերևույթներ, հա, այստեղ դեկորատիվ վարակույրներ են շատ գեղեցիկ։ Իդեպ նշենք մի քանի բրենդներ, որոնց հետ համագործակցում եք։ Քանի որ կոնտրակտի մասին խոսեցինք, խոսեմ կոնտրակտի բրենդներից, Muraspect-ը պաստառների համար, որոնք հենց հյուրանոցնային, ռեստորանային համալիրների համար է, Edmund Bell, iLive բրենդների մասին կարող եմ խոսել, որոնք էլի բոլոր չափորոշիչները եւ միջազգային ստանդարտները ունեն կոնկրետ հյուրանոցների պրոյեկտների եւ ինչու՞ չէ, նաեւ բնակարանների համար, որոնք որ սկզբունքորեն են մոտենում նման դետալներին։ Դեկորատիվ կտորներ, որոնցից կարելի է նաեւ բարձր ունենալ, հա, դեկորատիվ ակցենտային բնականաբար տարբեր օրնամենտներով կտորներ, թե գեոմետրիկ նախշերով արդիական, որ ավելի մոդեռն է համարվում, եւ թե դասական տեսակի նախշերով կտորներ։ Լիպսիմե, մեր նախորդ թողարկումներից մեկում նշեցիք ծառայությունների մասին խոսելիս, որ անվճար խորհրդատվություն եք, հա, տրամադրում հաճախորդներին։ Այ օրինակ չի կողմնորոշում ինչ կտոր ընտրի պաստառի համար, հա, վարակույրի, որպես ճիշտ համադրություն ունենա։ Նման հարցերում նույնպես խորհրդատվություն տալիս եք։ Հենց դա մեր ֆիրմայի գլխավոր գրավականն է, որովհետև մեր հաճախորդների հետ ձևավորում է փոխհարաբերություն եւ վստահություն։ Մենք կարողանում ենք ճիշտ ուղղորդել իրենց եւ դա չենք անում մեր շահերից ելնելով։ Եթե հաճախորդը մի քանի կտոր ուզենալով համադրել, որը իշահ մեզ կբերի, կարծելով որ դա ավելորդ դետալ կհանդիսանա ինտերիերի մեջ, մենք իրեն ճիշտ ուղղորդում ենք եւ դա առողջ միջավայրը, առողջ փոխհարաբերությունները ապահովում է։ Հետագայի պրոյեկտների համար, նաև
խորհրդատվությունը ընկերներին, բարեկամներին հետ են վերադառնում մեզ, որովհետև վստահությունը կա։ Եկեք հաջորդ մեր ամփոփիչ թողարկման ընթացքում առանձին խոսենք ձեր հարաբերությունների մասին դիզայներների եւ հաճախորդների հետ, բայց այսօր շարունակենք այս ամենի մասին խոսել, նաեւ պատվերների հետ կապված, նախորդ թողարկումներից մեկում խոսել եք մի փոքր, բայց եկեք ավելի լայն խոսենք, հա։ Հաճախորդը եկավ, ընտրեց մի քանի ապրանքներ, որոնք արկա չեն, արդյոք կարողանում եք հստակ ժամկետներ նշել արդեն, որպեսզի ինքը իր նախագծման փուլը ճիշտ կառավարի եւ իմանա երբ վերջնական կունենա ապրանքները, պատրաստիկ ձեռքում վարակույրները, ծածկոցները, բարձերը եւ այլն։ Տարբեր ընկերություններ ունեն ժամանակային տարբեր չափորոշիչներ, մենք իհարկե ինֆորմացիա տալիս ենք տվյալ կտորը կարող է գա 15-ից 20 օրվա ընթացքում, կան ընկերություններ, որը մինչև 20-25 օր կհասնի, որպեսզի իրենք կողմնորոշվեն, բայց եթե դա արվում է ամենանախնական փուլում, բնականաբար ժամկետի խնդիր չի լինում։ Համաձայն եմ ձեզ հետ։ Կարծում եմ, որ մինչև 1 ամիս ընդունելի ժամկետ է, որովհետև նախագծման փուլից է պետք մտածել այս ամենի մասին, ոչ թե թողնել ամենավերջում, ինչպես մենք առաջ թողարկման ընթացքում էինք խոսում, որ մարդիկ միշտ վերջում են թողնում այս ամենը եւ շատ այսպես շտապողականության պայմաններում խնդրում են ինչ-որ լուծումներ, որ պետք է 2-3 օրում կատարվի եւ արդյունքում բնականաբար սխալվում են։ Վարակույրը տան հագուստն է, կարևորագույն դետալ է, որը ընտրկահույքը ընտրելիս, ջահերը, հատակը, առաստաղի գույնը ընտրելիս պետք է աչքի տակ ունենալ թե որակական առումով, թե ինչ ոչի մեջ է լինելու, թե գունային առումներով։ Դրա համար իհարկե խորհուրդ է տրվում, հորդորվում է եւ դրա համար մեր օգնությանն էլ կարող են դիմել։ Մեր փորձը իրենց միայն կարող է աջակցի եւ ուղղորդի, նաեւ դիզայներների օգնությամբ հենց սկզբնական փուլում եւ դեռ ոչինչ չկա, վարակույրները նույնպես աչքի տակ ունենալ։ Եվ անպայման նշենք, որ տոներից առաջ նամանավանդ չսկսեն իրենց փոփոխությունները տան, այլ մի փոքր ավելի շուտ մտածեն, բայց այնուամենայնիվ եթե դա խնդիրը միշտ առաջանում է տարեվերջին, բայց դրա համար այժմ ունենք մեր Regency Home տեսականին, որը արկա ունենք տեղում, հենց դրա մասին էի ուզում խոսենք։ Այդ ժամանակ լավագույն շրջանն է շրջանառության այդ տեսականը։ Այնպես որ կա արկա տեսականի, որ կարող եք ընտրել եւ շատ արագ ունենալ։ Միշտ այլընտրանքային տարբերակներ առաջարկվում են։ Եթե ընտրվում է կտոր, որը ինչ-ինչ պատճառներով ուշ է գալիս, միշտ տեսականին այնքան շատ է, որ փոխարինող տարբերակը թե որակական առումով, թե գնային ավելի թեթև գնային տարբերակը միշտ առաջարկում ենք։ Նաև ուզում եմ նշել, որ բացի այն ամեն ինչ տեսնում եք, բազմաթիվ այլ հայտնի բրենդներ կան արկա Classic Decor-ում, օրինակ Ralph Lauren-ը շատ աշխարհահռչակ, որը կարծում եմ աշխարհի ամենալավագույն նմանատիպ սրաներում կարող եք գտնել։ Շատերն են ճանաչում Ralph Lauren-ը, ունի Provence ոչ, եւ եթե նույնիսկ վարակույրների մեջ դա չկիրառենք, կարող է մի փոքրիկ բարձ, մի փոքրիկ դետալ, ակցենտային աթոռի երեսպատում, եւ դա բավականաբար տանտեսկա լրիվ փոխի։ Այնպես որ եթե ուզում եք ունենալ կոզի տուն, ինչպես ես եմ սիրում միշտ ասել, կարող եք համենալ Կևյան 12 հասցեում տեղակայված Classic Decor այս գեղեցիկ ցուցասրահ, ընտրել ոչ միայն վարակույր, այլ նաև պաստառ, քիվեր, շերտավարակույրներ, բարձեր, այն ամենը ինչ արկա է այստեղ եւ անհրաժեշտ է ձեր բնակարանը ավելի գեղեցիկ դարձնելու համար։ Հավելեմ նաև մեր տեսականին կարելի է տեսնել սոցկայքերում, նաև Facebook-յան եւ Instagram-յան հարթակներում, ինչպես նաև ձեր պաշտոնական կայքում։ Պաշտոնական կայքում եւս, որտեղ պարբերաբար թարմացվում է հատկապես սոցկայքերում, Instagram-ում եւ Facebook-ով պարբերաբար թարմացվում է թե տեսականին, թե նորությունները եւ թե կատարված աշխատանքները։ Շատ լավ, շնորհակալ եմ Ռիվսիմե, կհանդիպենք մեր հաջորդ թողարկման ընթացքում։ Շատ լավ, սիրով կսպասենք ձեզ։ Դուք դիտում եք տունտեղ հեռուստանախագիծը, որը ոչ միայն պատմում է դիզայնի, այլ նաև շինարարության, վարպետության եւ այն ամենի մասին, ինչ կապված է վերանորոգման հետ։ Այս պահին գտնվում եմ քաղաք Էջմիածնում, Total ընկերության ցուցասրահում, որտեղ էլ զրույցը շարունակելու եմ սպասարկման կենտրոնի ավագ մասնագետ Ջիվանի հետ։ Ողջույն Ջիվան։ Ողջույն Կարեն։ Ջիվան, այսօր մեր թողարկումը լինելու է մի փոքր հումորային։ Ես, ինչպես խոսացել էի նախորդ թողարկմանը, մարտահրավեր եմ նետելու ձեզ։ Տալու եմ առաջադրանք, դուք էլ տալու եք ինձ մեկ այլ առաջադրանք եւ հաղթողը ստանալու է նվեր։ Նվերը լինելու է տունտեղ հեռուստանախագծի կողմից ձեզ համար, իսկ այդ է ձեր նվերը, որտեղից ելնելու ինձ բոլորին պարզ է։ Այսպիսով իմ առաջադրանքը հետեւյալն է։ Հավաքեք
փաթեթ տղամարդու համար նվերի տեսքով, որը տոտալից հնարավոր է ձեռք բերել ծննդյան առիթների կամ այլ առիթների համար։ Այսինքն հայ տղամարդու երազած փաթեթը տոտալ ընկերության կողմից։ Լսում եմ ձեր առաջադրանքը ինձ։ Ես նույնպես ունեմ առաջադրանք, թղթի վրա գրված են հայերեն անվանումներ, եւ դուք պետք է այս անվանումներով գտնեք գործիքները։ Քանի րոպե եք տրամադրում ինձ այս 10 րոպեն բավարարական, հա։ 1 2 3 4 10 ապրանքների համար 10 րոպե։ Այս ահռելի մեծ խանութ սրահում 10 ապրանք 10 րոպե։ Դե ես էլ եմ ձեզ տրամադրում 10 րոպե այս դեպքում, մենք կհանդիպենք 10 րոպե հետո։ Դե ինչ Ջիվան 10 րոպեները անցան, ես այս 10 րոպեների ընթացքում բազմակի անգամ շեղվեցի այլ ապրանքներ ուսումնասիրելով, որովհետև իսկապես այնքան շատ են ու այնքան հետաքրքիր այս ամենը, որ անընդհատ ուզում ես նոր բան բացահայտես, բայց երկու ապրանք ամեն դեպքում հասցրեցի գտնեմ ժամանակին։ Ճիշտ եմ գտել։ Էդի մկրատ եւ պտուտակադարձ։ Ահա։ Իսկ քո ապրանքները դու տեղակայել ես այնտեղ, հիմա կտեղափոխվենք այն հատված, որպեսզի տեսնենք դու ինչ ես արել, իսկ թող հեռուստադիտողները իրենք որոշեն, ով է մեզանից լավագույն առաջադրանքը կատարել։ Ահա, ով պարտվեց, ես կիրառում եմ այս գործիքը։ Գնացինք նայենք։ Մենք շարունակում ենք տունտեղ հեռուստանախագծի շրջանակում հեռուստատեսային ուղեցույցի ձևաչափով ներկայացնել այն ամենը, ինչ հետաքրքիր է ձեր սեփական տունը վերանորոգելու համար, եւ մեր զրույցները շարունակում ենք այս եթերաշրջանի գործընկեր Ռաֆլորի ցուցասրահում, որտեղ զրույցը սկսում եմ Շահենի հետ։ Ողջույն Շահեն։ Շահեն, ինչպես նախորդ թողարկմանը զրուցեցինք վինիլերից եւ բարձեցինք, որ բազմաթիվ հարցեր ունենք, այս անգամ ընտրելու եմ շարունակել վինիլի թեման եւ պատասխանել մեր բոլոր հարցերին, որոնցով հետաքրքրված են ոչ միայն հեռուստադիտողները, այլ նաեւ մեր դիզայներաճարտարապետական համայնքը։ Խոսենք այսօր տեղադրումից վինիլային հատակների, ինչ ձևով են տեղադրվում, արդյոք կան բարդություններ եւ արդյոք կան առանձնահատկություններ տեղադրման ընթացքում։ Վինիլային հատակները շատ տարբերվում են իրենց բարդ տեղադրման, բարդ հասածը այդքան բարդ չի, եթե գիտեն, ավելի ոչ ավանդական, հա, տենց ասեմ, տեղադրման մեթոդներից, որովհետև պահանջները ավելի խիստ են ու պետքա գերհարդ մակերես լինի, ամուր եւ ճիշտ սոսինց, ճիշտ ինքնահարթեցվող հատակներ, այսինքն ամբողջը պետք է ուսումնասիրվի եւ վերջնական արդեն որոշվի։ Շտապեմ ասեմ, որ Ռաֆլորը ներկայացնում այս համալիր ծառայությունների փաթեթը, հասկացված անվճար խորհրդատվությունից մինչև տեղադրում եւ հետագայում էլ հարցեր լինեն, ապա երաշխիքի, հա, վերանորոգման բոլոր հարցերի պատասխանատվությունը կգրեք։ Ամբողջությամբ վերցնում ենք մեր վրա պատասխանատվություն, որովհետեւ ամբողջ ամենասկզբից որոշումներ կայացնելով տվյալ տարածքի սեփականատիրոջ կամ ճարտարապետական դիզայներական կազմակերպությունների հետ իր այդ խորհրդակցելով գալիս ենք լավագույն լուծման եւ այդ դեպքում արդեն ամբողջ պատասխանատվությունը վերցնում ենք մեր վրա։ Շահեն, կխնդրեմ ներկայացնել ավելի մանրամասն տեղադրման փուլերը, հա, ինչ նյութեր եք օգտագործում։ Տեղադրման հետ կապված շատ կարևոր են նյութերի ընտրությունը, չերևացող նյութերի։ Մենք ներկայացնում ենք նաև Եվրոպոլ ընկերությունը, որը համարվում է պրոֆեսիոնալ քիմիա արտադրող ընկերություն, ինչի պրոֆեսիոնալ տարբերվում է սովորական խանութներում վաճառքից, որովհետև իրենք վաճառում են միայն տեղադրվող կազմակերպություններին եւ իրենց հատուկ մեթոդներով, սովորեցնելով տարբեր կուրսերով
ու մեր վարպետները անցնում են ամեն վերապատրաստում եւ ունեն բարձր ցուցանիշներ։ Նյութերի ընտրությունը շատ կարեւոր է, որովհետեւ ինչի համար, որովհետեւ կարող է օրինակ ճիշտ վինիլ ընտրվի, բայց տակի հիմքը սխալ կամ օրինակ անգամ ջրի բացվելու ինքնահարթեցվող հատակի օրինակ ինչքան քանի լիտր ջրով է բացվում, այսինքն ճիշտ նյութը ընտրվի, ճիշտ ամբողջը արվի, բայց արհեստավորների սխալ այդ խառնուրդ ստանալու արդյունքում եւս դա դառնա թերության հետագա խնդիրների արդյունք։ Ահա։ Մեր հերոսատիտողներից ունենք մեկ հարց կվարց վինիլների մասին, ինչով են տարբերվում կվարց վինիլները այլ վինիլային հատակներից։ Ուրեմն ռուլոնային տարբերակները չեն պարունակում կվարցային ավազ, իսկ հատիկավոր տարբերակները հիմնականում ունենում են կվարցային ավազի բաղադրություն։ Դա տալիս է կարծրություն եւ երկարակեցություն ավելի շատ։ Իրենք հատիկով, այսինքն որը որ նշում էի, որը բաղկացած են երկու տեսակի փայտի տեսքով կամ հատիկով, իրենք լինում են այսինքն դրանք կվարցային ավազով իր հիմքի մեջ բաղադրությամբ, այսինքն հատակներ։ Իսկ իր մեջ լինում է երկու տարբերակ, լինում են սոսնձվող եւ փականներով ամրացվող։ Դա փականներով ամրացողը նույն ձևն ունի հավաքելու, ինչը որ լամինատը։ Ուղղակի տարբերությունը հետեւյալն է, որ սոսնձվող տարբերակով կարելի է ամբողջ տարածքը անկախ քառակուսի մետրից մի միավորով, մի մակերեսով, այսինքն ամբողջը անել։ Իսկ փականներով տարբերակը, որը բնորոշ է նաեւ լամինատին, տեղադրումը պետք է լինի եթե չեմ սխալվում 27-30 քառակուսին 1 ինչ որ առանձնացվող մետաղական այդ դետալներով առանձնացվող անջատիչներ, զոնաներ, որովհետև իր սեղվելու, թարցակվելու տոկոսը մեծ է եւ պետք է ամբողջայնակ ազատվեն։ Այսինքն եթե ունենք մեծ տարածք, մի միավոր, ոչ լամինատ, ոչ կվարցային ավազի այդ տեսակը փականներով տեսակը կիրառելի չեն։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, կարծում եմ մեր հերոսատեղիներին հետաքրքրեց այս հատակային ծածկույթը, կարող եք գալ Հրաչակոչար 10 եւ Կոմիտաս 56 հասցեներում մեր ցուցասրահներ, որտեղ շատ մանրամասն մեր աշխատակիցները կներկայացնեն արդեն եւ վստահ եմ այս բազմազանության մեջ կգտնեք այն պատկերով, այն գույնի, այն մակերևույթով վինիլային հատակը, որ պետք է դրի։ Բացի այս ամեն ինչը որ ներկայացված է, մենք ունենք պայստային մեծ մնացորդներ, որովհետև թե վինիլային, թե մանրահատակ, թե կավրալին, մենք ունենք հենց պայստում, այն ինչ որ տեսնում եք sense մի հատիկներով, մեր մոտ մեծ քանակներ ունենք առկա։ Այսինքն կարելի է նշել, որ ոչ միայն կատալոգներով առևտուր, այլ նաև հենց տեղում ստաբիլ, բերվող, անընդհատ տեսականի առկա։ Հրաշալի է։ Մյուս թողարկման ընթացքում ուշադրություն եմ հրավիրում մեր ճարտարապետա դիզայներական համայնքին, քանի որ խոսելու են Գրաֆլորի կողմից իրականացված նախագծերից։ Կհանդիպենք։ Ողջույն, տուն-տեղ հեռուստանախագծում Նորից Տոնիկյան բիլդ խորագիրն է, այսօրվա մեր թեման գրագետ լուսավորությունն է, նաև անգրագետ լուսավորությունը, նայած որ կողմից կնայենք հարցին։ Տեսեք, շատ կարևոր հարց է բնակարանում ընտրել ճիշտ լուսավորության ֆորմատ։ Ինչի մասնա խոսքը։ Շատ մարդկանց թվում է, թե ինչքան ավելի ուժեղ լույս է, այնքան լավ։ Ինչքան ավելի, չգիտեմ, մեկը սիրում է դեղին գույն, մեկը սիրում է սպիտակ, ինչքան դեղին, այնքան լավ, բայց այս ամենի հետևում կա շատ լուրջ գիտություն, որ մարդիկ տասնամյակներով ուսումնասիրում են, կան ֆիքսված ստանդարտներ, կան ընթացակարգեր, որոնք չհետևելու արդյունքում ունենում ենք այն գաղափարը, որ շատ մարդիկ ասում են ժամանակակից ինտերիերի լույսը բանանում, մեր աչքերը ցավացնում է։ Չէ, աչքերը ցավացնելու լույսի հատկությունը կապ չունի ինտերիերի հետ, դա միայն կապված ունի անգրագետ լուսավորություն հաշվարկելու հետ։ Հիմա ավելի մանրամասն, կա մի քանի լուսավորության տեսակ։ Ոնց էր սովետի ժամանակ մի հատ ջահ էին կախում, մի քանի հատ լամպով ու այդ հարցը լուծվում էր, բայց այսօր կան շատ ավելի, այսպես ասած, պրադվինուտի լուծումներ։ Դա սփոթ լույսերն են, տրեք լույսերն են, պատսվետկաներն են ու նպատակից ելնելով։ Հիմա մի փոքր փորձեք մանրամասնել։ Տեսեք, նախ շատ կարևոր է լույսի գույնի ընտրությունը։
քանի որ ամեն լույսի գույն համապատասխան է միջավայրի։ Չի կարա ննջարանի լույսը նույնը լինի ինչ որ աշխատասենյակին է, չի կարա աշխատասենյակինը նույնը լինի ինչ որ ընդհանուր սենյակին է։ Սրա համար կան ընդունված ստանդարտներ, նույնիսկ Սովետ միության ժամանակով կա SNIP, այսպես հիմա շատ չխորանամ որը ինչ է, բայց այդ դոկումենտացիայի մեջ ամեն ինչ հստակ գրված է, լույսի ուժգնությունից սկսած գույնից վերջացրած իր նպատակային բանը։ Սա մի հարցն է։ Մյուս կարևոր հարցը նաև այս ամեն ինչը հաշվարկ անելուց հետո ճիշտ ու որակյալ լույս ընտրելն է։ Քանի որ լույսը բացի ուժգնությունից ու գույնից ունի լիքը ուրիշ պարամետրներ, ինչ որ ճառագայթման հաճախականություն, ընդհանուր իր չհաստատան, դրա համար կարելի է օրինակ շատ հեշտ տարբերակել որակյալ լույսը վատ լույսից։ Եթե դու նայում ես վատ որակի լույսին, դու միանգամից ինչ որ դիսկոմֆորտ ես զգում քո աշկերում, բայց լավ որակյալ լույսին նայելու, անկախ նրանից ինքը ուժեղա թե չէ, այդ դիսկոմֆորտը չկա։ Հետևաբար ինչա ստացվում, որ ճիշտ լուսավորությունը նախ անհրաժեշտություն է, առանց դրա չի կարելի ստանալ լավ ինտերիեր, եւ երկրորդն էլ լուսավորություն ընտրելուց պետք է հաշվի առնել ոչ թե կմահաճույքները, այլ պրոֆեսիոնալ հաշվարկները։ Մենք հույսեր ունենք, որ մեր հաշվարկները մաքսիմալ ճիշտ են եւ մեր նոր բնակարանում մեր լույսը մաքսիմալ կծառայի իր ֆունկցիոնալին, իր նպատակին, ոչ թե կլինի ուղղակի լինելու համար։ Մի անհանգստացեք, այդ հաշվարկը կարանին չենք վստահել, բայց կարենը գնանք տեսնենք ինչպես է հետևում process-ին։ Տունտեղ հերթանախագիծը այս եթերաշրջանում համագործակցում է AP Tower կառուցապատող ընկերության հետ։ Ընկերությունը ներկայացնում է Panorama Hills բնակելի համալիրը։ Այս համալիրը կառուցվում է Ուլնեցի 32/22 հասցեում։ Կառուցվելով բարձրատիպ գոտում, այս նախագիծը առանձնանում է իր ֆանտաստիկ տեսարանով։ Ձեր պատշգամբից հնարավոր է տեսնել Երևանի ողջ գունաբնակը։ Այստեղ ստեղծվում են խոշոր ենթակառուցվածքներ, ինչպիսին են կանաչապատ տարածք, ընդարձակ ավտոհանգրվան, մեծ բակ, լողավազան, մեծ տենիսի կորտ, մարզասրահ եւ այլն։ Այս բազմաբնակարան համալիրը բաղկացած է 3 մասնաշենքերից՝ A, B եւ G։ A եւ B շենքերն ունեն 11 հարկ, G շենքը 5 հարկ։ Բնակելի համալիրի յուրաքանչյուր բնակարան աչքի է ընկնում դիզայներական առանձնահատուկ լուծումներով, որոնք կհեշտացնեն նոր բնակիչների իրենց բնակարանի վերանորոգման եւ ձևավորման բոլոր փուլերում, ինչպես նաեւ լիարժեք պատկերացում կստեղծեն ապագա տան ինտերիերի մասին։ Ընդհանուր համալիրում նախատեսված են 227 բնակարան, այդ թվում A շենքում 108 բնակարան, B շենքում 92 բնակարան եւ G շենքում 27 բնակարան։ Այս համալիրի բնակարանները ունեն տարբեր մակերեսներ։ A շենքի բնակարանների մակերեսներն են 45.2 քառակուսիմետրից մինչև 428.5 քառակուսիմետր։ B մասնաշենքի բնակարանների մակերեսը սկսվում է 45.8 քառակուսիմետրից մինչև 336.3 քառակուսիմետր։ Իսկ G մասնաշենքի բնակարանները 192 քառակուսիմետրից մինչև 721 քառակուսիմետր։ Հասանելի են բնակարաններ ինչպես 1 սենյականոց, 2 սենյականոց, այնպես էլ ավելի մեծ բազմասենյականոց բնակարաններ։ Այս համալիրի տեղակայման հիմնական առավելությունները կանաչ գոտիների մերձակայությունն է։ Համալիրը գտնվում է այգիների եւ զբոսայգիների կողքին, ինչը ստեղծում է հանգիստ ու առողջ միջավայր։ Համալիրի շրջանը առանձնանում է իր հանգիստ ու անվտանգ մթնոլորտով, հեռու աղմկոտ մայրուղիներից։
Համալիրը նաև երաշխավորված է զարգացման հեռանկարով։ Տարածքն արագ զարգացող է, ինչը բարձրացնում է կյանքի որակ եւ դարձնում անշարժ գույքի գնումը շահավետ ներդրում։ Համալիրը ունի պանորամային տեսարան։ Ընդարձակ ապակեպատ պատուհանները հնարավորություն են տալիս վայելելու քաղաքի շքեղ տեսարանը։ Նաև անպայման ուզում ենք նշել, որ այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը, հատկապես գրավիչ է լուսաբացին եւ մանրամուտի ժամերին։ Բնակարաններում առկա են լույսի առատություն եւ ընդարձակության զգացողություն։ Մեծ ապակեպատ պատուհանները ստեղծում են տաք եւ բաց տարածություն։ Համալիրը կառուցված է ժամանակակից եւ ամուր շինարարական նյութերից, որոնք ապահովում են երկարակեցություն, անվտանգություն եւ գեղագիտական գրավչություն։ Համալիրի մոնոլիթ կոնստրուկցիան ապահովում է բարձր ամրություն եւ երկարակեցություն։ Արտաքին եռաչափ պանելները երաշխավորում են ջերմա եւ ձայնամեկուսացում։ Համալիրի երեսպատումը կատարված է տրավերտինե քարով, որը շենքին հաղորդում է էլեգանտեսկ եւ բարձր դիմադրություն արտաքին գործոնների նկատմամբ։ Համալիրի հատակները գրանիտե քարից են, ամուր են եւ էսթետիկ, որն էլ շեշտում է նախագծի բարձր որակը։ Համալիրում նախատեսված են կոմունիկացիաների ապահովում, ինչպիսիք են ջեռուցում, ջրամատակարարում եւ էլեկտրամատակարարում։ Այս համալիրի հարմարավետությունների եւ ենթակառուցվածքների շարքին կարելի է դասել երեխաների խաղահրապարակը, կանաչ եւ հանգստի գոտիները։ Այս համալիրում նախատեսված են նաեւ առևտրային տարածքներ, ինչպիսիք են խանութներ, սրճարաններ եւ գրասենյակներ։ Համալիրը ունի նաև երկհարկ ստորգետնյա ավտոկանգար, նախատեսված 298 մեքենաների համար։ Առաջին հարկում 180 կայանատեղի, իսկ երկրորդ հարկում 118 կայանատեղի։ Շենքի շահագործման համաժամկետը նախատեսված է 2025 թվականի ավարտը։ Կարևոր ենք համարում նշել, որ այս համալիրում բոլոր շինարարական աշխատանքները կատարված են շատ բարձր մակարդակի։ Ընդհու պատուհանների արտաքին գոգերը տրավերտինե քարից են։ Խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել Panorama Hills համալիրի մասնագետների հետ կամ ամրագրել էքսկուրսիա շինհրապարակում։ Դուք շարունակում եք դիտել «Տունտեղ» հեռուստանախագծի եթերը, իսկ մենք այս հատվածում խոսելու ենք առաստաղներից։ Ինչպես գիտեք, առաստաղների մեր գործընկեր այս եթերաշրջանում Առաստաղ AM ընկերությունն է։ Այսօր առաջարկում եմ խոսել ձգվող առաստաղներից։ Ձգվող առաստաղները Հայաստանում լայն տարածում գտած առաստաղային համակարգեր են, որոնք իրենցից ներկայացնում են PVC թաղանթ կամ գործվածք, որը ձգվում է մետաղական կամ պլաստիկե պրոֆիլային կառույցի վրա։ Այդ տեսակի առաստաղները հարմար են ինչպես բնակելի, այնպես էլ կոմերցիոն տարածքների համար, շնորհիվ իրենց բազմաֆունկցիոնալության, գեղեցիկ տեսքի եւ երկարակեցության։ Եթե խոսենք հիմնական առավելություններից, անպայման ուզում եմ նշել դրանց էսթետիկ տեսքի մասին։ Ստեղծում են հարթ, սահուն եւ կատարելապես հարթ մակերես, առանց ճաքերի կամ անհարթությունների։ Ձգվող առաստաղները խոնավակայունություն ունեն, հատկապես PVC ձգվող առաստաղները պաշտպանված են խոնավությունից եւ նույնիսկ կարող են պահել որոշակի քանակությամբ ջուր, վթարային իրավիճակներում իհարկե, օրինակ վերևի հարկից արտահոսքի պարագայում։ Այս առաստաղները նաեւ ունեն հրդեհակայունություն, որակյալ նյութերը չեն այրվում եւ չեն արտազատում թունավոր նյութեր։ Ձգվող առաստաղների միջոցով հնարավորություն է ընձեռվում բազմաթիվ տեսակի դիզայներական լուծումներ կատարել։ Ձգվող առաստաղները կարող են լինել փայլուն, անփայլ, սաթինե, թափանցիկ, տպագրությամբ եւ այլ տարբերակներով, ինչպիսի կցանկանաք ձեր ինտերիերի համար։ Առավելություններից խոսելիս անպայման ուզում եմ նշել, որ ձգվող առաստաղները արագ են տեղադրվում։ Առաստաղի տեղադրումը կարող է տևել ընդամենը 3-ից 5 ժամ, կախված տարածքի չափերից։ Այս առաստաղները նաև ձայնամեկուսացում եւ ջերմամեկուսացում են ապահովում, հնարավոր է կիրառել լրացուցիչ շերտեր ձայնամեկուսացման կամ ջերմամեկուսացման համար։ Հայաստանում ձգվող առաստաղների կիրառությունը բավականին լայն է։ Ձգվող առաստաղները մեծ պահանջարկ ունեն բնակարաններում, մասնավոր տներում, գրասենյակներում, ռեստորաններում եւ այլ վայրերում։ Եթե ուզում եք իսկապես ձեռք բերել լավագույն ձգվող առաստաղները, ինչպես նաև տեղադրումը, ապա անպայման այցելեք Վարդանանց 69 դրոպ 5 հասցեում տեղակայված Առաստաղ AM խանութ-սրահ։
Thank you.